Երևանում արդեն հրապարակումներ կա վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված, մասնավորապես խոսվում է նաև, որ համայնքներից համայնքային աշխատակիցների են բերում, որպեսզի մասնակցեն իշխող ուժի այսօրվա վերջին ամփոփիչ հանրահավաքին։ Նախ ծրագիրը պարզ է, հասկանալի է, որ հանրահավաքը մարտաշատ լինելուց հետո ինչ-որ ձևով պետք է բացատրվի, չէ՞ ժողովրդին, թե ինչի համար է մարտաշատ, իսկ համայնքի ղեկավարներ, դպրոցի տնօրեններ, պոլիկլինիկայի Ժորժ ջան, այդ մարդիկ մեր կուսակցականներն են ու ցուցակի մեջ են։ Բնականաբար, այո, այստեղ կա հայտարարում են պոլիկլինիկայի տնօրեն իր համակիրների հետ, որովհետև ինքը մեր ցուցակի ավականու տեխնացու է։ Կա դպրոցի տնօրեն իր համակիրների հետ, այո, որովհետև ինքը մեր ցուցակի մեջ է եւ ավականու տեխնացու է։ Մարզպետարանի աշխատակիցներ, բնականաբար, մարզպետը ցուցակի մեջ է եւ ես որպես մարզպետ ունեմ իմ համակիրները։ Այստեղ որպես այդպեսին քյուդ անել, թե ինչ տեսեք իշքան վարչական ռեսուրս է օգտագործվել, վարչական ռեսուրս օգտագործվել է շատ երկար տարիներ եւ այսօր վարչական ռեսուրս չի օգտագործվում եւ երբևիցե չի էլ օգտագործվելու։ 18 թվականից հետո ընտրություններ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավար են եւ յուրաքանչյուր ընտրված ղեկավար լեգիտիմ է մեղադրել մեզ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը վարչական ռեսուրս օգտագործելու մեջ մի քիչ ծիծաղելի է։ Այսինքն մարդիկ կան այստեղ, ինչ որ աշխատակիցներ համայնքային, սակայն դուք հերքում եք, որ դուք եք բերել, կարող ենք այդպես ասել, թե կամ որ նաև բերել եք։ Կարող եմ ասել, որ եկել են իմ խատեր, Սարիկ Մինասյանի խատեր, համայնքի ղեկավարները մեր կուսակից ընկերներն են։ Այսօրվա հանրահավաքը նաև դուք տեսնեք, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում եւս մեր համայնքի ղեկավարները մեր թիմի հետ քարոզարշավ են արել։ Իրենց համակիրների հետ, իրենց աշխատակիցների հետ, որոնք քաղաքացիական պայմանների կուսակցության անդամներ են։ Այստեղ այսօր վերջի պահին զարմանալ, թե վայ համայնքի ղեկավարը ինչ գործ ունի այստեղ իր աշխատակիցների հետ։ Քարոզարշավի ընթացքում են մասնակցել մարդիկ, որոնք արձակուրդ են եւ իրավունք ունեն օրենքի սահմանված կարգով մասնակցել քարոզարշավին։ Բնականաբար այստեղ ներկա լինեն նաեւ մեր գործընկերները, որոնք քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ են եւ սատարում են Սարիկ Մինասյանին եւ մեր թիմին ընդանուր։ Կարող է լինել նաեւ համայնքի բնակիչ ոչ գյումրեցի այսինքն։ Չեմ բացառում, որտեղ մենք, քանի որ մեր կուսակցությունը այն հին ժամանակների պես ուռճացված կուսակցություն չէ, մեր կուսակցականների քանակը շատ մեծ չէ, շատ խիստ վերահսկողություն է անցնում միջև դառնում են կուսակցական, բայց մենք շատ համակիրներ ունենք եւ ընտրությունները ցույց է տալու Ժորժ ջան, արդյունքները ցույց է տալու մեր համակիրների քանակը, Սարիկ Մինասյանին սիրողների քանակը, ինձ սիրողների քանակը այդտեղ Պարոն Արշանյանի դեպ ինչ ակնկալիքով եք գնում ընտրության, քանի տոկոսի, ես ինչու եմ այս հարցը տալիս, Գելափը սոցհարցումներ է հրապարակել, որի համաձայն մոտ 21% ունի Սարիկ Մինասյանը եւ չի հաջողվում ըստ այդ հարցումների միանձնյա այսպես իշխանություն ձևավորել Գյումրիում, կուզեի ձեր դիտարկումները լսել։ Ինձ հետաքրքիր է ուղղակի անկեղծ չգիտեմ Գելափի արած այդ հրապարակած թվերը այս վերջի ժամանակներում երբևիցե ճիշտ եղել է թե չի եղել։ Իմ հիշողության մեջ չեմ մտաբերում այնպիսի դեպքեր, որ Գելափի ասած այդ թվերը ընտրություններից հետո համապատասխանել են իրականությանը։ Եվ մենք գնում ենք հաղթանակի, վստահ քայլում ենք դեպի հաղթանակ։ Մեր արած աշխատանքը եւ արվելիք աշխատանքը Գյումրեցին տեսել ու գնահատել է եւ իր վերջնական խոսքը կասի քվեարկելով Սարիկ Մինասյանի օգտին, քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին եւ համար 1-ի օգտին։ Ինչի համար, որովհետեւ համար 1-ը յուրաքանչյուր գյումրեցին է։ Գյումրեցին վերցնելով համար 1 քվեաթերթիկը ինքն իրեն է քվեարկում, ունենալով իր իշխանությունը, ստեղծելով իր քաղաքային իշխանությունը, որը երկար ժամանակ Գյումրիում չի եղել։ Եվ այդ բոլոր փաստերը համադրելով ես վստահ եմ, որ Գյումրեցին ճիշտ որոշում է կայացնելու եւ մարտի 31-ին մեր թիմին բոլորս միասին շնորհավորելու ենք Սարիկ Մինասյանին եւ մեզ հաղթանակի կապակցությամբ։ Վերջնականապես պարզ դարձավ, որ դուք պայքարում եք ընդդեմ 8 ուժերի եւ նրանք էլ այսօր էլ կոչ արեցին ընտրություններից հետո միավորվել ընդդեմ քաղաքապայմանագրի։ Հետաքրքիր է այսպիսի սցենարը ձեր համար կանխատեսելի էր եւ ունեք գործողությունների պլան, եթե անցնող մյուս ուժերը միավորվեն ընդդեմ ձեզ։ Դե պարզ էր, ի սկզբանե էլ պարզ էր, որ այս ընտրությունները
Գյումրու մասին չէր, շատ ուժերի կողմից այս ընտրությունների մասնակցությունը Գյումրու մասին չէր, այլ 26 թվականի քաղաքական խաղակարգեր ձեռք բերելու մասին էր, որը իհարկե տարբեր հարցազրույցների ժամանակ դատապարտել է եւ հիմնել եմ ասում, որ Գյումրու ընտրությունները Գյումրեցու մասին է եւ այս ընտրություններից հետո Գյումրեցին է շարունակելու ապրել այս քաղաքում, Գյումրեցու ընտրած քաղաքապետն է շարունակելու ղեկավարել քաղաքի բնակչի առօրյան, քաղաքի փոխել քաղաքի բնակչի կյանքի որակը եւ բերել այստեղ տեղավորել քաղաքական դիվիդենդներ, քաղաքական խոսույթներ, այլ նաեւ ունենք դեպքեր, երբ որ այլ երկրներից են փորձում միջամտություն անել մեր ընտրությունների մեջ, բայց աջակցություն հայտնելով ես ասում եմ, որ Գյումրին ու գյումրեցին ընտրելու է իր քաղաքապետը եւ 5 տարի այդ քաղաքապետը կառավարելու է Գյումրին ու գյումրեցու կյանքը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1